ԵԱՀԿ-ն լուծարել է Մինսկի խումբը, ԵԱՀԿ-ն հայտարարել է Մինսկի գործընթացի եւ դրանից կառույցների փակման մասին։ Կազմակերպությունը հիշեցրել է, որ այս որոշումը հաջորդում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ստորագրած հռչակագրին։ Արշակ Սրբազանը չի պատրաստվում դադարեցնել իր ծառայությունը։ Արշակ Սրբազանը ասուլիսում հայտարարեց, որ ին վերագրվող տեսակրությունները կեղծիք են եւ որևէ կերպ չեն կարող ստիպել հրաժարվել իր համոզմունքներից։ Նա նշեց, որ 2020 թվականից հետո քննադատել է Փաշինյանի քաղաքականությունը, ինչի համար էլ դարձել է թիրախ։ Երևանում օդի որակը վատանում է նոյեմբերից, քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Երևանի օդի որակը վատանում է նոյեմբերի կեսերից եւ բարելավում մարտից։ Դեկտեմբերին կընդունվի որոշում, որով կառուցապատողները պարտադիր կտեղադրեն փոշու ճնշիչ սարքեր։ Միքայել եւ Բագրատ Սրբազանները պահանջում են կարգալույծ անել 10 եպիսկոպոսների։ Միքայել եւ Բագրատ Սրբազանները կրկին դիմել են Գարեգին Բ-ին պահանջելով կարգալույծ անել դավաճան 10 եպիսկոպոսներին։ Նրանք նաեւ առաջարկում են հրավիրել եպիսկոպոսած ժողով եւ նշանակել նոր առաջնորդներ թեմերում։ Ալիևի օգնականը բողոքել է Ռուսաստանին պատժամիջոցներից խուսափելու հարցում Հայաստանի ցուցաբերած օգնությունից եւ հրավիրել է ԵՄ-ին դառնալ Զանգեզուրի միջանցքի մաս։ Ադրբեջանը ցանկանում է տեսնել Եմեն Զանգեզուրի միջանցքի մաս։ Խաղաղությունը պետք է բերի բարգավաճում եւ զարգացում, ինչպես նաեւ կառուցի փոխկախվածություն հարևանների միջև։ Այս համատեքստում Հայաստանը կարող է փակուղուց վերածվել տարանցիկ երկրի, արևելք-արևմուտք եւ հյուսիս-հարավ կապերի ընդլայնմանը զուգընթաց, նշել է Հաջիևը։